Այսօր անդրադառնում ենք հարցին, որը հղված էր կոմենտարյաների բաժնում։ Եռահանչյունի շրջվածքները։ Ինչպես գիտենք, եռահանչյունը լինում է մաժոր, մինոր, մեծացրած եւ փոքրացրած։ Եկեք մաժոր եւ մինոր եռահանչյունների շրջվածքները այսօր ուսումնասիրենք։ Ուրեմն մաժոր եռահանչյունի կառուցվածքն է մեծ տերցիա գումարած փոքր տերցիա։ Իսկ նրա շրջվածքը կլինի հետևյալ կերպ։ Հիմքի հնչյունը տեղափոխում ենք օկտավայր եւ ստանում ենք նրա առաջին շրջվածքը, որը կոչվում է սեքստակորդ եւ գրում ենք այսպես 6։ Ինչու 6-րդ ինտերվալն է սեքստան, ակորդն էլ սեքստակորդ է կոչվում, քանի որ հիմքի եւ գագաթի նոտաները միասին, հնչյունները միասին կազմում են սեքստա ինտերվալը։ Եվ կառուցվածքն է նայեք մաժորում փոքր տերցիա գումարած մաքուր կվարտա, փոքր տերցիա գումարած մաքուր կվարտա։ Ահա եւ մաժորում սեքստայի կառուցվածքը։ Հաջորդ շրջվածքը կոչվում է կվարտ սեքստակորդ։ Վերցնում ենք սեքստակորդի հիմքի հնչյունը եւ տեղափոխում ենք օկտավա վեր, ստացվում է մաքուր կվարտա գումարած մեծ տերցիա։ Կվարտ սեքստակորդը գրվում ենք 4 եւ 6։ Իսկ կառուցվածքն է նայեք մաքուր կվարտա գումարած մեծ տերցիա, մաքուր կվարտա գումարած մեծ տերցիա։ Ահա եւ կառուցվածքը մաժոր կվարտ սեքստակորդի։ Ահա, իսկ հիմա եկեք նայենք դո մի սոլը դա եռահանչյունն է։ Նրա շրջվածքը հիմքի հնչյունը վերցնում ենք եւ տեղափոխում ենք օկտավա վեր, ստացվում է մի սոլ դո։ Հիմա մին հիմքի հնչյունը վերցնում ենք եւ տեղափոխում ենք օկտավա վեր, ստացվում է սոլ դո մի։ Իսկ հիմա կառուցում ենք մինորում։ Ռե նոտայից կառուցել ենք մինոր եռահանչյուն։ Մինոր եռահանչյունի կառուցվածքն է փոքր տերցիա գումարած մեծ տերցիա։ Իսկ հիմա շրջենք։ Առաջին շրջվածքը կոչվում է սեքստակորդ։ Հիմքի հնչյունը վերցնում ենք եւ օկտավա վերև ենք տեղափոխում, ստացվում է մեծ տերցիա գումարած մաքուր կվարտա։ Մեծ տերցիա գումարած մաքուր կվարտա։ Ահա եւ մինոր սեքստակորդի կառուցվածքն է մեծ տերցիա գումարած մաքուր կվարտա։ Եվ սեքստակորդն է առաջին շրջվածքն է, որի կառուցվածքն էր, ինչպես հիշում ենք, մեծ տերցիա գումարած մաքուր կվարտա։ Իսկ հիմա շրջում ենք, հիմքի նոտան վերցնում ենք եւ տեղափոխում ենք օկտավա վեր։ Ստացվում է, նայեք, մաքուր կվարտա գումարած փոքր տերցիա։ Ստացվում է մաքուր կվարտա գումարած փոքր տերցիա։ Ահա եւ մինոր կվարտ սեքստակորդի կառուցվածքը։ Ուրեմն ռե ֆա լա վերցնում ենք հիմքի հնչյունը եւ տեղափոխում ենք օկտավա վերև։ Ստացվում է ֆան, լան մնում են տեղում, ռեն տեղափոխվել է օկտավա վերև։ Ստացվում է ֆա լա ռե։ Հիմա ֆա նոտան վերցնում ենք եւ տեղափոխում ենք օկտավա վեր։ Ստացվում է լա ռե ֆա։ Իսկ հիմա եկեք նոտայից կառուցենք մաժոր եռահանչյուն, մաժոր սեքստակորդ, մաժոր կվարտ սեքստակորդ, ֆա նոտայից։ Ֆա նոտայից եռահանչյունը մեծ տերցիա է գումարած փոքր տերցիա։ Ստացվում է ֆա լա դո։ Գրեցինք ֆա լա դո։ Սեքստակորդի կառուցվածքը մաժորում փոքր տերցիա, ստացվում է ֆա լա բեմոլ, գումարած մաքուր կվարտա։ Լա բեմոլից մաքուր կվարտա ստացվում է ռե բեմոլ։ Ուրեմն ֆա լա բեմոլ եւ ռե բեմոլ։ Եվ մաժոր կվարտ սեքստակորդի կառուցվածքն էր մաքուր կվարտա գումարած մեծ տերցիա։ Մաքուր կվարտան ֆայից սի բեմոլ է, սի բեմոլից մեծ տերցիա կլինի ռե նոտան։ Ստացվում է ֆա սի բեմոլ ռե։ Ահա եւ կվարտ սեքստակորդը։ Իսկ հիմա եկեք սոլ նոտայից կառուցենք։ Սոլ նոտայից մաժոր եռահանչյուն մեծ տերցիա գումարած փոքր տերցիա ստացվում է սոլ սի ռե, սոլ սի ռե, մաժոր եռահանչյուն է։ Սեքստակորդը ստացվում է փոքր տերցիա, սոլից փոքր տերցիա ստացվում է սի բեմոլ, սի բեմոլից մաքուր կվարտա ստացվում է մի բեմոլ։ Ահա ստացվեց սոլ սի բեմոլ եւ մի բեմոլ։ Ահա սեքստակորդը։ Իսկ կվարտ սեքստակորդը կլինի մաքուր կվարտա, սոլից մաքուր կվարտա դոն է, դոից մեծ տերցիա ստացվում է մի։ Ուրեմն սոլ դո մի, սոլ դո
Ահա եւ նոտայից մենք կառուցեցինք եռահանչյունը եւ իր շրջվածքները։